Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը ԳՈՒՌ-ը ոչնչացրել է վերջին երկաթուղային լաստանավը, որը զենք էր մատակարարում Ղրիմում ռուս օկուպանտներին։ ԳՈՒՌ-ի հատուկ ջոկատայինները օդային հարվածի հետևանքով շարքից հանել են ռուսական Սլավյանին երկաթուղային լաստանավը։ Դա ռուս օկուպանտների վերջին երկաթուղային լաստանավն էր, որը կապում էր անեքսիայի ենթարկված Ղրիմը Ռուսաստանի հետ։ Գրոհի պահին լաստանավը գտնվում էր Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կավկազ նավահանգստում, արձանագրվել է հարված օբյեկտին։ Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել եւ վնասել էին բոլոր մյուս ռուսական երկաթուղային լաստանավերը, որոնք ընթանում էին Կերչի նեղուցով Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի եւ Ղրիմի միջև։ Փաստացի ռուսները զրկվեցին պարոմներից, իսկ կամուրջը, ինչպես գիտեք, վնասված է, ծանր բեռներ չեն կարող տեղափոխել, այսինքն Ղրիմը կամաց-կամաց պոկվում է Ռուսաստանից։ Իդեպ Նովորոսիսկի Շեսխարիս նավթային տերմինալը դադարեցրել է նավթի բեռնումը Ուկրաինայի զանգվածային հարձակումից հետո, այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշենք, որ Նովորոսիսկում ռուսական ռազմածովային նավատորմի բազայի վրա հարձակման ժամանակ նկատվել է ուկրաինական նոր անօդաչու մոտորանավակ զինված գնդացրով։ Ռուսները զարմացել էին։ Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ ուկրաինական դրոնների հարվածը լուրջ վնասներ է հասցրել Նովորոսիսկի ռազմական նավահանգստին։ Լուսանկարները ֆիքսել են Admiral S-N ֆրեգատի քթամասի եւ պիրսի վնասվածքները։ Հենց սրան էր ագրեսիայի սկզբում հերոսաբար ուղարկել հեռու Զմեյնի կղզու ուկրաինացի պաշտպանը։ Երևի կհիշեք այդ ռուսկի военный կորաբլ իձի, մի խոսքով հիշում եք։ Այս նավը լայնամասշտաբ պատերազմի ընթացքում արդեն երրորդ անգամ է հայտնվում Ուկրաինայի հարվածի տակ։ Առաջին հարվածը գրանցվել էր 22 թվականի ապրիլին, երկրորդը 26 թվականի մարտին։ Բացի այդ, լուսանկարներում երևում է նավթի ահռելի բիծ, որն առաջացել է հարվածից հետո, վնասվել է նավահանգստի մոտակայքում գտնվող նավթալցման կառամատույցը։ Նաև Ռուսաստանի մեծությամբ 4-րդ նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ուկրաինական դրոնների հարվածի պատճառով։ Ուկրաինական դրոնների հարձակումը լրջորեն վնասել է ռուսական Նիժեգարոդնեֆտեօրգսինթեզ գործարանը, որը պատկանում է Լուկոյլ ընկերությանը։ Բեռնումներ չեն լինի առնվազն մինչև այս ամսվա վերջ, իսկ հենց փորձ են վերանորոգել, նորից շարքից կհանվի հավանաբար։ Մինչդեռ Ռուսաստանի ռազմական մեկնաբանները տագնապ են հնչեցնում։ Ուկրաինան 2-ից 3 անգամ ավելացրել է դրոնների քանակը, ռուս զինված ուժերի կորուստները չափազանց շատացել են։ Ռուս փորձագետները նշում են, եթե 25 թվականի ամռանը մեկ գրոհայինին բաժին էր ընկնում 4-ից 6 դրոն, ապա հիմա 10-ից 12 դրոն։ Ռուսաստանի կորուստները ծայրահեղ մեծ են, հենց իրենք են խոստովանում։ Բնակավայրեր զբաղեցնող վաշտերը հալչում են ձյամպես, սա իրենց խոսքերն է։ Հսկայական թվով վիրավորներ եւ հաշմվածներ կան, նշում են Z քարոզիչները։ Այս ֆոնին Ռուսաստանի բանակը Ուկրաինայի ճակատում գրեթե կանգնեցված է։ 26 թվականի ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի բանակը Ուկրաինայի տարածքների զավթման ծայրահեղ ցածր տեմպեր է ցուցադրել։ Թշնամին Ուկրաինայում իր վերահսկողության տարածքը ավելացրել է ընդամենը 2 քառակուսի կիլոմետրով, ինչը կարելի է համարել կանգառ ուկրաինական զորքերի առաջխաղացման ֆոնին։ Ուկրաինացի զինվորականները ուրախացնում են ոչ միայն մեր ռազմաճակատում, այլև Մերձավոր Արևելքում։ Ուկրաինացի մասնագետները այնտեղ արդեն իրականացրել են իրանական դրոնների մի քանի արդյունավետ խոցումներ Պարսից ծոցի երկրներում, մասնավորապես հաղորդվում էր Բախրեյնի մայրաքաղաքի բնակելի թաղամասերի վրա իրանական դրոնի որսման մասին։ Տարածաշրջանում տեղակայված են ավելի քան 220 ուկրաինացի փորձագետներ։ Դրոնների որսման ստորաբաժանումները գործում են առնվազն 5 երկրներում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Քուվեյթում եւ Հորդանանում։ Ուկրաինական թիմերի հիմնական խնդիրն է պաշտպանել կրիտիկական նշանակության նավթային օբյեկտները եւ քաղաքացիական ենթակառուցվածքները իրանական շահեդների հարձակումներից, եւ այս եթերի ստեղծման պահին Մերձավոր Արևելքում չկա ոչ մի խոցված օբյեկտ, որը գտնվում է ուկրաինացի զինվորականների հսկողության տակ, ինչը վստահ պարծենալու առիթ է։ Իդեպ հայտնեմ ձեզ խորհրդանշական լուր, օրերս Անիի թագավորության մի փոքր ձևափոխած դրոշը, որը ռուս ագրեսորների դեմ Ուկրաինայի ժողովրդի հետ մեր համայնքի միասնական պայքարի սիմվոլն է, ոչ պաշտոնական, ինչը մենք տալիս ենք մեր ռազմաճակատում կռվող տղաներին, վերջապես նաև Ուկրաինայի հայերի միության շտաբին էլ հանձնեցինք, անընդհատ բաժանում էինք եւ նկատեցինք, որ ախր շտաբում էլ է նման դրոշ պետք։ Սա սիմվոլ է, գիտեք, իմ որդին էլ է շևրոն կրում ուկրաինական
հայրենական դրոշի հետ Անիի թագավորության դրոշով։ 3 իմիջիայլոց արձակուրդը ավարտվեց եւ նորից ճանապարհեցինք ռազմաճակատ։ Դրոշը հանձնեցին Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանին, ովքեր չգիտեն, ասեն, որ առաջին հայկական համայնքները Ուկրաինայում ձևավորվել են Անիի թագավորության անկումից հետո։ Մենք էլ որոշեցինք ի հիշատակ առաջին համայնքներ ստեղծողների մի փոքր ձևափոխված դրոշը ոչ պաշտոնական որպես սիմվոլ ընդունել եւ տալ մեր մարտիկներին։